Հրաչյա Աճառյանի հուշերը Կոմիտասի մասին։ Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը, այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են թեթևամիտ, ճակերտավոր։ Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում, բարկանալ ընդհանրապես չգիտեր։ 4 տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր, ճեմարանի մեծ մասը դռան առաջ փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս, քիչ հեռու պարտեզում ուսանողները խաղում էին, նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ՝ «Բիմ-բամ-բում, զանգակները զնգում են», բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն։ Ես հետևը կանգնած դիտում էի նրան, մինչև ականջներս սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին, սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի։ Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին։ Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք հանճարների և նրանց ստեղծագործությունների մասին։